Անցած դասի մենք խոսեցինք ընդհանրապես հավատի մասին եւ փորձեցինք ցույց տալ, որ այն համատարած կարծրատիպային ընկալումը հավատի որպես զուտ դոգմատիկ որևէ տարրի ընկալում սխալ է եւ փորձեցինք ցույց տալ, որ իրականում հավատը տարբեր փուլեր ունի իր մեջ, մակարդակներ տարբեր եւ առաջին մակարդակը հիմնված է հենց ընկալման վրա։ Եվ փորձեցինք անցած անգամ հենց ցույց տալ, որ ընկալումից է սկսվում հավատի հնարավոր զարգացումը։ Այնուամենայնիվ անցած անգամ պայմանավորվեցինք, որ այսօր կփորձենք խոսել լավ, իսկ ինչ անել, եթե հավատը պակաս է։ Եվ ինչպես զարգացնել հավատը, եթե դա ընդհանրապես հնարավոր է։ Բայց որպեսզի մենք առավելագույնս ցույց տանք կարևորությունը, մենք նախ եւ առաջ մի քանի կետեր ավելացնենք եւ մեր անցած դասի եւ այսօրվա մեր հիմնական թեմային ընդառաջ։ Առաջինը ինչ որ նորից եւ նորից պետք է ասել. այո, հավատը անհրաժեշտ պայման է։ Հնարավոր չէ առանց հավատի, բայց որպես պատասխան շատերի հարցերի, չնայած որ հավատը անհրաժեշտ պայման է, այն այնուամենայնիվ բավարար դեռ չէ։ Անհրաժեշտ է ուղու արկայությունը։ Սա մեկ հիմնական սյուն, եւ երկրորդ հիմնական սյունը դա հավատի տարբեր կողմերն են։ Տեսեք, առօրյա կյանքում մենք հաճախ օգտագործում ենք, իրականում մենք շատ քիչ ենք օգտագործում հավատ բառը, բայց մենք շատ հաճախ օգտագործում ենք հավատի մերձակա, այդպես ասենք, բառերը։ Համոզմունք, վստահություն, հավատարմություն, որը հիմա լուրջ հարց է Հայաստանով մեկ, եւ այդպես շարունակ։ Այդ բոլոր որակները, հարցերը եւ այլն բխում են հավատից։ Եթե չկա հավատ, մենք չենք կարող խոսել ոչ համոզմունքների մասին, ոչ վստահության մասին, ոչ էլ իհարկե հավատարմության։ Սա շատ կարևոր է, որովհետեւ հաճախ մարդիկ, ովքեր որ չեն ընկալում հավատի զորությունը, մտածում են, որ այս փոքր հասկացություններով հնարավոր է սահմանափակվել։ Այնուամենայնիվ, եթե մենք խորանանք այդ հասկացությունների էության մեջ, մենք հեշտությամբ տեսնում ենք, որ այդ բոլորը հենց հավատի ածանցյալներն են։ Ըստ այդմ, եթե մենք դա ենք հասկանում, մենք փորձում ենք ընկալել, լավ, իսկ ինչ է հավատը մեր առօրյա կյանքում, եւ մենք ընկալում ենք, որ այն հենց այն ուժն է, որը որ դրդում է մեզ առաջ։ Երբ որ զինված մոտիվացիայով, որը առօրյա կյանքում կարա լինի պարզ նպատակադրումը, եթե մենք չենք ունենում հավատ, ապա մենք չենք ունենում այն հիմնական դրդման հնարավորությունը, որը որ մեզ կտանի առաջ։ Որովհետև մենք միգուցե կունենանք նպատակ, միգուցե այդ նպատակը կսահմանենք եւ կդնենք մեր առաջ, բայց հավատի բացակայությամբ մենք չենք կարողանա գնալ առաջ։ Ըստ այդմ մենք կարող ենք ասել, որ հավատը հենց այն հենման կետն է, որի վրա կանգնելով մենք կարող ենք շուռ տալ ամբողջ աշխարհը։ Սա առաջի հիմնարար տար բոլորի համար, ովքեր որ դեռ միգուցե չեն ընկալում հավատի կարևորությունը։ Ըստ այդմ մենք փորձում ենք մի քիչ առաջ գնալ եւ երբ որ մենք առօրյա կյանքում նորից փորձում ենք մտածել լավ, իսկ ինչպես եմ գնում առաջ, եթե արկա են խոչընդոտներ։ Եվ այստեղից մենք նորից ընկալում ենք միայն մոտիվացիայի եւ հավատի այս երկուսի արկայության պարագայում միայն մենք կարող ենք հաղթահարել խոչընդոտները։ Ինչու? Որովհետեւ թուլությունը բնական է։ Ցավոք սրտի բոլորը սխալական են։ Ցավոք սրտի բոլորը ունեն տարբեր թուլություններ, քանի դեռ մենք չենք հասել բարձրագույն նպատակի, մենք ենթակա ենք տարբեր մթագնությունների, եւ ըստ այդմ այդ մթագնությունները թույլ չեն տալիս մեզ հաղթահարել դժվարություններ։ Միայն մոտիվացիան եւ հավատը կարող են մեզ անցկացնել ցանկացած խոչընդոտների վրայով։ Եվ ըստ այդմ մենք ընկալում ենք ու մենք հիշում ենք մեր մի քանի դասի ժամանակ մեր աշակերտներից մեկը այդ ժամանակ հենց այդ հարցը տվեց ու մինչև հիմա մենք տարբեր դասերին դա հիշատակում ենք։ Սասնա Դավթի մեջ այդ Մարութա խաչի վկայակոչումը առանցքային է,
որովհետև անգամ Սասնա Դավիթը կարող էր հանկարծ տանուլ տալ, եթե չհիշեր հիմնարարը, հավատը, որ առաջնորդում է մեզ, եւ դրա համար մենք ուսմունքում ասում ենք, որ հավատը նման է ամրոցի, որ օգնում է մեզ հաղթահարել եւ մեր սեփական եւ անգամ մյուսների մթագնությունները։ Սա է այն հիմնարար հասկացությունը հավատի մասին, բայց մյուս կողմը ոչ պակաս կարևոր է։ Հավատը տալիս է մեր ամբողջ կյանքին սակրալ իմաստ։ Եթե չկա հավատ, ապա կա միայն առօրյականություն։ Եվ այդ առօրյականության մեջ ըստայդմ կա միայն այս ամբողջ ունայն աշխարհի անհաստատունությունը։ Հավատն է, որ տալիս է մեր ամբողջ կյանքի յուրաքանչյուր ակնթարթին սակրալ իմաստ։ Հավատն է, որ թույլ է տալիս մեզ ընկալել, որ թեկուս մանր գործեր անելով, բայց մենք ինչ-որ մեծ դեր ենք ունենում ընդհանուր տիեզերքի նկարագրության մեջ։ Հասկանում ենք դա թե ոչ, ընկալում ենք թե ոչ, բայց զգում ենք, որ ինչ-որ ձևով դա դառնում է կարևոր։ Միայն հավատը ըստայդմ տալիս է մեծագույն իմաստ, յուրաքանչյուր, նորից յուրաքանչյուր շնչող էակի կյանքին։ Սա ամենակարևորն է, որ մենք կարող ենք ընկալել։ Դրանից հետո նոր մենք կարող ենք մտածել եւ ըստայդմ անհրաժեշտ է զարգացնել հավատը։ Հետաքրքիր է, որ երբ որ մենք, քանի որ հիմա Հայաստանում մենք առավելագույնս խոսում ենք ընդհանուր հասարակական քաղաքական իրավիճակների մասին եւ հատկապես հավատի դաշտում եւս, ու նայելով պատմական ակունքներին մենք տեսնում ենք, որ հին ժամանակներում իշխանությունը, բնական իշխանությունը, անպայման պետք է ունենար երկնքի հավատարմություն, մանդատը երկնքի, եւ կայսրերի մասին ասում էին միշտ, որ ունի երկնքի մանդատ, եւ դա արտահայտվում է տարբեր ձևերով, այդ թվում անգամ եղանակային պայմաններով։ Եթե եղանակային պայմանները, անգամ եղանակային պայմանները կամ հասարակական արհավիրքները կամ այլ եւ այլն, ինչ որ ձևով սկսում էին շատանալ, տեղի ունենալ եւ այլն, այդ ժամանակ ասում էին իշխանը, հիմնական, կայսրը, թագավորը կապ չունի, զրկվել է երկնքի մանդատից եւ ենթակա է փոփոխության։ Ժամանակներ անցել են, մենք ժողովրդավարության մեջ ենք ապրում եւ այդ կեղծ արտահայտությունը, որ ժողովրդի ձայնը Աստծո ձայնը, մենք դրա մասին հիմա չենք էլ ուզում խոսել այս դասի շրջանակներում, թե չէ ընդհանուր առմամբ խոսում ենք իհարկե անընդմեջ, այնուամենայնիվ այդ նույն բուրգի արկայությունը կարևոր էր եւ կարևոր է հիմա էլ այս կամ այն ձևով։ Եվ այստեղից մենք գալիս ենք մեր դասի հիմնական թեմային։ Այո, ցավոք սրտի պետք է փաստել, ոմանք հավատ ունեն, ոմանք չունեն, ոմանք ունեն շատ, ոմանք ունեն քիչ։ Ինչից է դա կախված։ Մենք պարզ բացատրություն ունենք, միշտ ամեն ինչում, սոնամն է, բարի երախտիկները։ Բուդդայականության մեջ մեզ հեշտ է այդ ամենի մասին խոսել, որովհետև մենք ավելի լայն հայացք ենք կարողանում նետել եւ լայն հայացք նետելով մենք ասում ենք անցյալում գործած բարի արարքները ձևավորում են դրական կարմա այնպես, որ դու կարողանում ես ավելի մեծ հնարավորություններ ունենալ զարգանալու, մեծագույն հնարավորությունը զարգանալու համար հավատն է։ Եվ ըստ այդմ ունեցել ես անցյալում բարի արարքներ, ըստ այդմ քո հավատը արկա է եւ կարող է զարգանալ։ Չես ունեցել, բացակա է եւ զարգանալ գրեթե անհնար է։ Բայց այստեղից մենք գալիս ենք ամենաառանցքային կետի։ Այնուամենայնիվ, զարգացնել հավատը հնարավոր է։ Ինչու՞։ Հավատի զարգացումը նման է ընդհանուր զարգացմանը։ Երբեմն մենք տեսնում ենք, որ այս կամ այն շնչող էակի հիմա սահմանափակվենք ենթադրենք մարդկանցով, այս կամ այն մարդու կյանքը այդպիսին է, որ ինքը չի կարող ճեղքել եւ ոչ մի բան եւ չի կարող անգամ խորհել մեծագույնի մասին։
ընկղմված լինելով առօրյականության մեջ կամ տանջանքների մեջ կամ հասարակական քաղաքական գործընթացների մեջ եւ այդպես շարունակ եւ ինքը չի կարող ի վիճակի չէ տեսնել մեծագույնը սա վտանգավոր է այո բայց նաեւ համատարած է բայց մենք նաեւ ասում ենք որ թերևս նույնիսկ եթե հավանականությունը շատ քիչ է, այնուամենայնիվ յուրաքանչյուր շնչող էակ հնարավորություն ունի հանկարծ ամբողջը ճեղքելու եւ գնալու դեպի մեծագույնը, գնալու դեպի երկինքը։ Ինչու՞, որովհետեւ զարգացումը բնական է։ Եթե ճանապարհը լիներ այլը, եթե մենք ստիպված լինեինք գնալ հասնել ինչ-որ այլ տեղ եւ իրոք հաղթահարել բազում դժվարություններ ու իրոք բարձրանալ բյուրեղյա սարի վրա մինչ այդ մաշելով 7 զույգ երկաթե կոշիկ եւ մաշելով 7 երկաթե գավազան, այդ ամբողջը հիրավի դժվար կլիներ, բայց միգուցե ել ավելի դժվար է, բայց նաեւ շատ ավելի հստակ հնարավոր զարգանալ մեր սրտի մեջ։ Եվ յուրաքանչյուրը ունի այդ հնարավորությունը։ Նորից բուդդայականության մեջ մենք դա անվանում ենք բուդդայի էության արկայություն, բուդդայի սիրտ։ Քրիստոնեության մեջ մենք ասում ենք, որովհետև մենք արարված ենք Աստծո կերպարանքով եւ նմանությամբ։ Եվ ըստ այդմ մենք յուրաքանչյուրս ունենք այդ պոտենցիալը ճեղքելու ամբողջ իրողությունը եւ բարձրանալու դեպի երկինք։ Եվ ըստ այդմ, ինչպես նաեւ մի շարք այլ մեծագույն որակներ կամ գաղափարներ, հավատը բնական է։ Մթագնությունները, արարքները սխալ եւ այլ մտքերը չեն թողնում, որ հավատը արտահայտվի։ Մեր կասկածներն են տանջում այդ հավատը։ Մեր նեղ ընկալումները, կարծրատիպերը, վատ հույզերը, վատ մտքերը ու այդ ամբողջը չեն թողնում, որ հավատը զարգանա եւ փայլատակի։ Բայց ըստ էության մենք կարող ենք։ Եվ դա երևի թե մեծագույն բարի ավետարանն է։ Մեծագույն բարի լուրն է, որ կարող է լսել ընդհանրապես մարդ։ Բայց այստեղից գալիս ենք հարցի լավ իսկ ինչպես։ Ենթադրենք ուզում ենք, որ փայլատակի հավատը, ենթադրենք ընկալում ենք, որ հավատը ամենակարևորն է, ինչպես։ Եվ մենք ունենք 3 հիմնարար մոտեցում։ Առաջինը դա, ինչպես միշտ, մեդիտացիան։ Եվ մենք ունենք հատուկ պրակտիկաներ, որոնք որ ուղղված են հենց մեդիտացիայի մեջ հավատի զորացմանը, բայց դա ոչ բոլորին է հասու եւ ոչ բոլորին է փոխանցվում։ Երկրորդ մոտեցումը որը պատմական տարբեր ելևէջներում արկա էր, դա հրաշքներն են։ Եվ եկավ երկնային ուսուցիչ եւ գործեց հրաշքներ, եւ բոլորը հավատացին, եւ հավատը փայլատակեց սրտերում եւ մարդիկ գնացին զարգացման ճանապարհով։ Դա հնարավոր է։ Բայց այնուամենայնիվ սա վտանգավոր ճանապարհ է։ Ինչու վտանգավոր։ Որովհետև ցավոք սրտի այդ համատարած եսերի մեծարման մեջ դա կարող է առաջացնել եսի ել ավելի խորացման վտանգ։ Եվ դրա համար բաց ենք թողնում հրաշքների տարը։ Եվ գալիս ենք երրորդին։ Սեփական օրինակն է։ Սեփական օրինակով է հնարավոր զարգացնել ուրիշի հավատը։ Սեփական հավատն է, որ դառնում է այն մեծագույն փարոսը բոլորի համար։ Եվ այստեղից մենք հիշում ենք մեր առանցքային արտահայտությունը, աշակերտի հավատը եւ տատխագատաների երախտիկները, նույն պահոհուժի 2 արտահայտող կողմերն են։ Նույն պահոհուժի։ Եվ ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ես այստեղ եւ այժմ, այս ծանրագույն իրողության մեջ, այս ծանրագույն պայմաններում ընդհանրապես Հայաստանի, բայց նաև ամբողջ աշխարհի համար ես իմ հավատով մեծացնում եմ բոլոր մեծագույն երկնային ուսուցիչների երախտիկները։ Իմ հավատի շնորհիվ է, որ դա դառնում է հնարավոր։ Եվ դա բոլորի համար աշխատում է։ Յուրաքանչյուր մարդու հավատի զորացումը շատացնում է երկնայինների արտահայտումը։
զորությունը, որ տարածվում է ամբողջ աշխարհի համար։ Դա նման է խոնարհված եկեղեցիներին։ Խոնարհված է։ Միգուցե միայն մի պատ է մնացել, բայց գալիս է մեկը, հավատով զինված, վառում է այնտեղ մոմ, եւ սակրալությունը աշխատում է նորից։ Եվ այդ սակրալությունը տարածվում է ոչ միայն այդ խոնարհված եւ ավերված միգուցե եկեղեցում, այլ ընդհանուր տարածքում, ընդհանուր աշխարհում։ Սա է հավատի արտահայտումը։ Եվ դրա համար, հենց դրա համար, մենք այսօր պայքարում ենք նաեւ ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու, որովհետեւ հավատի տաճար է, որովհետեւ հավատի ճանապարհ է, որովհետև հայ ազգի համար հենց այդ ճանապարհն է դյուրին եւ ընկալելի։ Կարող են լինել բացառություններ, ինչպես մենք ենք օրինակ։ Այնուամենայնիվ մենք հստակ ընկալում ենք, որ հենց սա է ամենադյուրին ճանապարհը եւ պաշտպանում ենք առաջին հերթին հենց հավատը։ Եվ մեր յուրաքանչյուրի հավատով մենք վստահ ենք, որ հնարավոր է բարի այնքան մեծ զորացում, որ չարիքը կմաքրվի կգնա եւ հետ կանգամ չի մնա, կմնան առավելագույնս ինչ որ ձևով հիշողություններ, որոնք որ հետագայում կարաջացնեն միայն զարմանք պատմություն ընթերցողների մոտ։